Փնթի օրենքը ընդունել ասելով ինչ նկատի ունեմ, ասենք օրինակ վերցրել են մենակ հարկային հիմնավորումն, այսինքն օրենքի տակը, որ դուք ինվեստեք, մենակ հարկային աճուրդներն են։ Իսկ դրա տակը 55,000 մարդ է, ոնց որ ու տարբեր խնդիրներով, տարբեր ոլորտներով, գոնե մինիմում պետք է ինչ որ ձևի ֆոկուս այս հատվածին, ասենք, այդ հարցը ոնց է լուծելու։ Օրինակ, մի հատ օրինակ բերեմ, ավտոմեքենաները, որ ենթադրենք դուք ավտոմեքենան խփել եք, եք այդ ավտոմեքենան սարքելու ենթակա չէ, տանում եք վաճառում, չէ, հիմի դուրս է գալի։ Օրինակ, իրանք պետք է գնային, օրինակ, այդ ավտոմեքենաների այդ գործանողների տենային, ինչքանով է իրական տեսական, ու այդ մարդին ենթադրենք բաղը չեմ հիշում, օրենքով դզբան նախատեսված է, այդ ավտոմեքենան, որ քանդում ես, բայց այսինքն դուք է գալի, դու պետք է հատ գույքագրես, ինչքան ժամանակ է ծախսելու, դու կամ ասենք էդի բայդակ ես մի կտորը քանդում են, հետո ես մի կտորն են քանդում, հետո նշ չէ, որ մի անգամից են քանդում, դուք է գալի, չգիտեմ, ասենք ես Հայաստանի տվյալներին չեմ տիրապետում, բայց մի հատ էական հատված ոնց որ այդ օրենքից դուրս է մնացել, որովհետև պրակտիկայում երևի համարյա անհնար է, իրանք տեսականորեն հնարավոր է, բայց պրակտիկայում անհնար է, ու ամենակարևորը այդ մարդկանց այդ լրացուցիչ աշխատանքը, որ անում են, Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ արժեք չի ստեղծում։ Դա մի ոլորտ, երկրորդ ոլորտը, ասենք այդ նույն մրգի փոքր խանութներն են։ Մրգի փոքր խանութները, ասենք տեսեք, ամենակիչը, որ սենց վերցնենք, իրանք ամեն օր ինչ որ միրգ թափում են, ճիշտ է։ Դրա համար պետք է օգտագործեն, դրա համար հատուկ ձև կա, որ պետք է հարկային տեսչությանը իրազեկեն։ Այդ մարդը ամեն օր մի ժամ ավել աշխատելու, որ դա լավագույն տարբերակն եմ ասում, որ մի ժամ, բայց հնարավոր է, որ մեծ հավանականությամբ մի ժամից շատ, սկզբից մի ժամից շատ, հետո գիշնի մի ժամ, բայց ինքը ամեն օր պետք է թուղթը լրացնի։ Դրանից մեր Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղղակի որ մենք այդ մարդու կյանքը ավելի վատացրեցինք, չէ՞։ Գիտեք ոնց, նս պատրաստի քայլեր չունենք, մեկ կարևոր բան կա, եթե մենք օրինակ ստենք գայինք, ասենք դա 55,000 մարդու է ձեռքբերալի, ես կոնկրետ քյավարից եմ, մաղձելիս մարդիկ կան, որ օբյեկտիվ պատճառներով չեն հասնելու ստե։ Չէ, ես ճիշտ ասած եք, մի ինչ-որ, չգիտեմ, օրինակ, քյավարի մակարդակով, ասենք 50 հոգի կարգան, քյավարը եկյուրերով, ասենք 50 հոգի կգան, նենց օբյեկտիվ, բոլորի ներվերը տաշում են, ասենք, բայց կամ ասենք տեսեք ընդ օրինակ խանութներ կան, որ այդքան էլ էլի տենց, ասենք 60 տարեկան մարդ, հա, իրան մեկ փոքր խանութ ունի, այնքան քիչ է պատվեր տալի, որ ասենք դաժե աղաքիչները կարող գան իրա պատվերը չգրեն, ասենք ինքը ասենք 5,000 է ուզում, ասում չէ գոնե մի 15,000-ի պետք է լինի, որ ես լրացնեմ։ Չկա ժամանակի, հա, այս ակցիաները լինում են այս պահանջով, ինչու իշխանությունը տեղի չի տալիս, բարդ քաղաքացի չի համարում։ Չէ, գիտեք ոնց է, առաջինը ասեմ, որ իրոք սխալ են անում, ոստեղ խնդիրը գիտեք ոնց է, իսկ տեղի չի տալի, որովհետև մեր կողմից էլ մենք ենք քիչ հավատում։ Ես հաստատ համոզված եմ, եթե իմիստը օրինակի համար հենց այդ թվաբանությունն է, էլի ասում, եթե օրինակի համար ստեն լինենք 2500 հոգի, հաստատ իրանք հանգիստ են միանշանակ ասենք, եթե մարդիկ բողոք պիտի գան ստե, սա խնդիրը իսկ ինչի չեն խնդիրը ասենք կարող ասում երեկվա խոսակցությունը մեր ակսենի կոնկրետ մարդը մեր ակսենը ծաղիկի խանութ ունի, ինձ որում Հակոբ Ակշակյանն էլ մի հատ անհրադակցել էր, որ ինքը մի հատ ծաղիկի խանութի հետ խոսացել է, գիտեք իրան բացատրել է ու տենց էլի, որ կարա իրան կյանքը շատ լավ է, լիքը սխալներով ասում, անդե ասում է, ասենք օրինակ ինքը չգիտեմ, օրինակ երեք էլ տեսա այդ մարդը բանը գող չունի, հիմա էլ ուզում է ինչ աներ։ Բան, մինչև ծխախոտը, ծխախոտը, ասենք ոնց եմ վերահսկելու, լիքը օրենքն է, կա ու ինքը ակցիքում պետության պետականության ակշիքն ենք ցույց։ Եթե օրենքը ընդունում ես, այդ օրենքը չի աշխատում, ու նույնն է այս օրենքն ընդունում է, որ իրան հնարավոր չէ էլի, ասենք ու տեսականորեն կարող է հնարավոր է, բայց չի աշխատի։
ուղղակի չի աշխատի, ամեն մարդ մտածում է լավ, ընդունած, ես ինչ ձեզ սրանց խափ եմ։ Դու գավառում ինչ գործունեություն եք իրականացնում։ Մեր մտերիալ Եվ գումբարի մեկից այս փոփոխությունների մեջ կա հիմա արդեն մարտի 10-ն է։ Այս ընթացքում դուք վճարում արել եք այս փոփոխությունը։ Չէ, վճարումը տեսեք ինստերգրամ, ես ճշմարտության համար ասեմ, որ մտերիալի խանութների պարագան։ Եթե եկալ եք մենակ վճարումը, հարկան։ Երևի այտենց վատ չէ, այտենց ասեմ։ Դու մանավանդ օրինակ իմ նման մարդու համար ով դրանից մի քիչ գլուխ է հանում, բայց դա խնդիրն է, որ հարկատուների մեծ մաս ասենք դիտողում ոնց որ ավելի քիչ կվճարեմ էլի։ Այսինքն դուք գավառից ամեն անգամ գալիս եք, բայց այս կողի առևտրականները չով եք պայմանավորում։ Այսինքն հույս չունեն կամ մտածում են, որ իսկապես ստաց Տեր-Գնիկ Փաշինյանի իշխանությունը որոշում կփոխի։ Իսկ ամենտալու Չէ՞ որ միանշանակ չեն հավատում, միանշանակ չեն։ Այս ձեր բուն հարցի չէ, այլ բոլոր տեսակի հարցերի վերաբերյալ կա համընտանուր անտարբերություն, ավելի մեծ խնդիրներ կա, որ դե համախմբում են էական շատ մարտապահ։ Այս խնդիրը շատ բարձր։ Այսինքն ընդ է ոնց որ մի քանի շերտ ունի բարդ խնդիրները որ կան, տարբեր գործոններ կան, բայց ստե աղզա ու այդ մարդիկ ոնց որ դրա մեջ են։